Բարի երեկո, եթերում Սուրանկյունն է, որի նպատակը հասարակության շահերին ծառայելն է։ Ես Վայա Ղազարյանս և Սուրանկյան ստեղծագործական խումբը չենք շրջանցում սուր հարցերը, մենք խփում ենք նպատակակետին։ Հայաստանի վարչատարածքային բաժանման մասին օրենքով կառավարությունը դեռևս 1996-ին ամրագրեց միջհամայնքային միավորումների ստեղծման պահանջը։ Խնդիրն այն էր, որ փոքր երկրում 930 գյուղական համայնքների գրեթե կեսը մինչև 1000 բնակիչ ուներ, մի մասն էլ գյուղ էր, որտեղ մարդիկ ապրում էին միայն ամռանը։ Վերջին մեկ տարում 22 համայնքի միավորման արդյունքում 3 համայնքային փունջ է ձևավորվել։ Թումանյանը, Դիլիջանն ու Շինուհայրը դարձել են համայնքային կենտրոններ։ Մի քանի բնակավայր, 1 ղեկավար ու միասնական բյուջե ունեն։ Երբ տարիներ առաջ պարզվեց, որ փոքր համայնքները խոշորացվելու և միացվելու են մեծերին, բողոքի ալիք բարձրացավ։ Մարդիկ, որ ամեն օր բախվում են դառը իրականությանը, չէին հասկանում, թե ինչու պիտի տեղեկանքի համար հարևան գյուղ հասնեն իրենց այլ բնակավայրի բնակիչ ղեկավարի, չէ որ յուրայինին ու օտարին նույն աչքով քչերը կարող են նայել։ Նախորդ շաբաթ խոշորացման գործընթաց սկսվեց Տավուշում, նոյեմբերյանին են միացվում գյուղեր, որոնցից մի քանիսը փոքր անվանել չի կարելի։ Այստեղ են մարդիկ դժգոհում։ Փորձեցինք հասկանալ, թե ինչպես են պատկերացնում խոշորացումը և պարզաբանումներ ստանալ համապատասխան կառույցների ղեկավարներից։ Պարտադրության սկզբունքով միավորվող գյուղերի տեսակետները Շուշանիկ Միրզոյանի «Մերի ու ձերի արանքում» ռեպորտաժում։ Խաշթառակ 3 կիլոմետր, լուսահովիտ 5 կիլոմետր։ Մի քանի տարի հետո այսպիսի ցուցանակներ տեսնել այլևս հնարավոր չի լինի։ Որպես վարչական միավոր այդ գյուղերը կդադարեն գոյություն ունենալ։ Անցնող շաբաթ ոսկեպարծիները փակել էին ճանապարհը, բողոքելով համայնքների խոշորացման դեմ։ Առաջիկայում այս և մի քանի այլ գյուղեր միանալու են նոյեմբերյանին, որը դառնալու է համայնքային միավորման կենտրոն։ Մարդիկ չեն հավատում, որ նոյեմբերյանցին ավելի տաք աչքով կնայի իրենց, քան ոսկեպարծին։ Իջևանի տարածաշրջանի սարիգյուղցիները ևս չեն հասկանում, թե ինչու պիտի տեղեկանք ստանալու համար հարևան Աչաջուր գնան, այլ գյուղից գյուղապետ ունենան։ Ոչ ոք սարիգյուղցուն այնպես չի հասկանա, ինչպես իրենց համագյուղացին։ Գյուղը միշտ ղեկավարությունը վրա է։ Էսա մի տար երկու տարի որ մեր գյուղում կդնի իրանք գյուղ կթողի, բասակարդին ջուրը քաշեց մեր գյուղի համար կբերխի բերեց իրանք գյուղում դրեց։ Մարդկանց ուզող հարցերի պատասխանները ստանալու համար ուղևորվում ենք նոյեմբերյան, որտեղ համայնքային միավորման կամ պաշտոնական ձևակերպմամբ փնջի ձևավորումը նոր է սկսվում։ Զուգահեռաբար զրուցում ենք փնջի գյուղերից մեկի՝ Ջուջևանի գյուղապետի հետ։ Պարզվում է, համայնքներում ևս ամբողջական պատկերացում չունեն միավորման գործընթացի ու հնարավոր արդյունքների մասին։ Հարցերին պատասխանելիս անվերջ նշում են. մեզ հավաստիացրին, մեզ ասացին, մեզ գայթակղեցին։ Որ համայնքները մեր մտածելակերպով իրանք ինքնուրույնությունից զրկվում են, ինքնուրույն կառավարում, ինքնուրույն ծրագրերի դրումներ ունենալու պահով իհարկե մտածում ես վատ է։ Վստահ են միայն մեկ հարցում՝ լինելու է համայնքային միավորման մեկ ղեկավար, համայնքապետ, իսկ գյուղերում աշխատելու են նրա ներկայացուցիչները։ Գյուղապետարանների աշխատակազմում կրճատումներ չեն լինելու են փոփոխություններ։ Նպատակ ինչ է, եթե նույն աշխատողնի մնում են, նույն մարդիկ աշխատելու են։ Ինչն է դրա նպատակը, որ խոշորացնում են, մի հատ սպրակավերունի լուհմար ստեից հասնենք Աչաջուր։ Ոչ թե կրճատվում են, հաստիկները վերափոխվելու է։ Կրճատումներն է խնդիրը, բայց գիտեք ինչքան գյուղի հետ կմնա։ Միգուցե բանում համայնքում այդ 3-4 հաստիկի փողը ստեղծենք մի փոքրիկ խումբ բանկապարտեզի դաստիարակ նշանակենք, չգիտեմ, հավաքարար նշանակենք, որը օգտակար լինի այդ մի քանի երեխային ինչ որ ձևով կրթություն ապավենք։ Լինելու են ներկայացուցիչներ, որոնք նշանակվելու են համայնքի ընտրված համայնքի ղեկավարի կողմից։ Փաստը ցույց տվեց, որ հիմնականում գործող գյուղապետերը դառան վարչական ներկայացուցիչ։ Մեր կարծիքը հայտնում ենք, ասում ենք մենք դեմ ենք, բնականաբար առաջանում ասում են դա անձնական ամբիցիաների հարց է, դուք չեք ուզում։ Միավորումից հետո գյուղերն ունենալու են մեկ միասնական բյուջե, որը էլի հաստատելու և վերահսկելու է ավականին։ Դեռ տարիներ առաջ, երբ քննարկվում էր ծրագիրը, խոսվում էր միավորվող բոլոր գյուղերից ավականի ունենալու անհրաժեշտության մասին, ինչը հնարավորություն կտար բյուջեն կազմելիս հաշվի առնել բոլոր համայնքների շահերը, սակայն փորձը ցույց տվեց, որ փոքր գյուղերից ոչ միշտ է ավականի ընտրվում։ Արդյոք դրանով չի անտեսվում կոնկրետ գյուղի շահը։ Այդ նույն հարցը մենք ենք տվել նորից Լոքյան Դավիթին, բացատրությունը որն է, եթե ամեն մի համայնքից, ասենք պետք է լինի ավականի, ասենք դա դառնում է ոչ թե ընտրություն, դիմի ընտրություն, այլ լինում է նշանակով ավականի։ Կոնկրետ մեր Դիլիջանի փնջում մեկ համայնքից, որը շատ հավանական էր կունենալ ավականը, եթե
երկու բարեկամներ իրար հետ տեխնաստուն չդնային։ Խոշոր համայնքի ազդեցությունը ավելի շատ է եւ իրանք ասենք եթե կունենան ավականու անդամներ ավելի շատ ավականակով կամ փոքր համայնքից որ կարող ներկայացներ ունենալ մտածում ենք ասում որ առաջ իրանկանի նոր մնացած Գյուղապետը կարող է լինել ոչ թե համայնքային կենտրոնի կամ մեծ բնակավայրի բնակիչ, այլ փոքր գյուղի ներկայացուցիչ, եթե միավորվեն ու համայնքապետի միասնական տեխնացու առաջադրեն։ Նույնվեան մեծ համայնք լինելով նրանք կարող են առաջադրել մեկից ավելի տեխնացուներ։ Իսկ եթե մենք ավելի sense խորհ լինենք, փոքր համայնքներով հավաքվենք, մի տեխնացու առաջադրենք։ Իհակակշիռ նրանց Արդյունքում մենք կունենանք մեր տեխնացուն հաղթած կամ նույն վերանցի։ Սա այն դեպքում, երբ փոքր գյուղերի բնակչության հանրագումարը գերազանցում է մեծ համայնքի բնակչության թվին, այլ պարագայում չկա երաշխիք, որ նրանց միավորումից որևէ բան կփոխվի։ Որքան էլ փոքր գյուղերը միասնական ճակատ կազմեն, միևնույնն է մեծ համայնքի ներկայացուցչի ընտրության հավանականությունը ավելի մեծ կլինի։ Վտանգն այն է, որ գյուղն այլևս առանձին իրավաբանական անձ չի լինի։ Այստեղ դոնոր կազմակերպությունների միջոցներով ծրագրեր են իրականացվում։ Նոյեմբերյանին միանալուց հետո գյուղապետը զրկվելու է նոր ծրագրերի ինքնուրույն մասնակցելու հնարավորությունից, ֆինանսավորման դիմել եւ գումարը տնօրինել կարող է համայնքային միավորումը։ Գումարը ձեռացնելով ինչքան միզեր գնուն այնքան քիչանում է։ Բյուջեն ի դեպ մեծանալու է, ոչ միայն հաշիվ խնայողությունների, ավելանալու են դոտացիաները, հաճախակիանալու են տարբեր դոնոր կազմակերպությունների հետ իրականացվող ծրագրերը։ Այսպես, Դիլիջան համայնքային փնջի տրամադրված ավելի քան 500,000 եվրոյով միջհամայնքային երթուղիները սպասարկող միկրոավտոբուսներ, տրակտորներ եւ այլ տեխնիկա է ձեռք բերվել։ Թողեք այս փուլում մեծ համայնքներ մնան ոնց որ կան, գրանցները տվեք այլ համայնքների, իսկ դու Այսօր խոշորացում չեղավ ձեզ մոտ, դա լինելու է ամբողջ երկրով մեկ 17 թվականի աշնան։ Որտեղ եղավ գյուղապետարանը, բնականաբար գինելու այդ գյուղապետը, ին մնացածը վերանալու են դառնալու են աուլներ։ Տարիներ առաջ նորաշենը միացվեց Չկալովկային, Սեմերովկան ծովագյուղին։ Այդ երկու գյուղը աուլ էին նման։ Ոչ մի սոցիալ-տնտեսական խնդիրներ այդտեղ չլուծվեց։ Մինչև նորից որոշում կայացվեց, առանձնացվեց։ Նոյեմբերյան համայնքային միավորմանը տարեկան հավելյալ 130 միլիոն դրամ կհատկացվի։ Արդյոք հնարավոր չէր այդ գումարը գյուղերի միջև բաշխել առանց խոշորացման եւ նրանց առջև ծառացած խնդիրները լուծել այդ կերպ։ Տարածքային կառավարման նախարարությունում դա բացառում են եւ նշում, որ այդ գումարները միևնույնն է արդյունավետ չէին օգտագործվելու։ Իսկ արդյոք արդյունավետ կօգտագործվեն համայնքային միավորումներին տրվող գումարները եւ որքան կկրճատվեն համայնքային կենտրոնից բնակավայր ճանապարհին, թերևս պարզ կդառնա առաջիկա տարիներին։ Շուշանիկ Միրզոյան, Գառնիկ Սիրեկանյան, Սուրանգյուն։ Օգտագործելով պաշտոնեական դիրքս, տալիս եմ թուղթ, որով պետությունից ստացած գումարի կեսը փոխանցում ես ինձ։ Հատկատ կոչվող այս հանցավոր մեխանիզմով մսխվում է պետական բյուջեն, որի սղության մասին խոսելու առիթներ լինում են գրեթե ամեն օր։ Առավել զայրացնող է, երբ պատկատը ոչ թե անհատների, այլ գերատեսչությունների, ընկերությունների մակարդակով է իրականացվում։ Հիշենք, թեկուզ առողջական խնդիրները լուծելու պատրվակով ապահովագրական ընկերությունների կողմից գումարի տրամադրման դեպքերը կեսը վերադարձնելու պայմանով։ Առողջապահության նախարարության աշխատակիցների կողմից 2012-14 թվականներին առողջարանային կեղծ ուղեգրեր պատրաստելու եւ իրացնելու դեպքի փաստով քրեական գործի նախաքննությունն անցած շաբաթ ուշագրավ զարգացումներ ունեցավ։ Պետական առողջապահական գործակալության Երևանի քաղաքային կենտրոնի պետին եւ գործակալության բժշկական ծառայությունների գնման բաժնի նախկին պետին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքի առաջադրվել։ Ներգրավեց նաև պետական առողջապահական գործակալության պետ Սարո Ծատուրյանը, նախ կասկածյալի, ապա մեղադրյալի կարգավիճակով։ Կեղծ ուղեգրեր պատրաստելու քրեական գործի նախաքննությանը զուգընթաց հիմա էլ աղմուկ է բարձրացել սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ոլորտում չարաշահումների շուրջ։ Այստեղ էլ այլ մեխանիզմ է գործում։ Օրինակ, տուրիստական շատ գործակալություններ, որոնք այս կամ այն վայրում ամառային հանգիստն անցկացնելու առաջարկներ են անում, պատրաստ են սոցփաթեթով նախատեսված գումարի կեսը կանխիկ տալ ձեզ։ Ստացվում է, որ գումարի մյուս կեսը տնօրինում են հանգստյան տունն ու տուրիստական ընկերությունը առանց ծառայություն մատուցելու։ Հետաքննության փորձեցինք պարզել լուրի իսկությունը։ Չզարմանաք, բայց նաև իմ գործընկեր Սոնա Դանիելյանին են առաջարկել գումարի կեսը ընդամենը թուղթ ստորագրելու դիմաց։ Այժմ նրա արատավորում են պատիվը տեսանյութը։
Գումարը կանխիկացնելու համար մարդկությունը բանկոմատն է հորինել։ Մինչդեռ պարզվում է, կա ևս մեկ միջոց՝ սոցիալական փաթեթի հանգստի ծառայության պայմանագիրը, որով սոցփաթեթի շահառու լինելու պարագայում տուրիստական ընկերության միջոցով կարելի է կանխիկացնել պետության կողմից հատկացվող անկանխիկ գումարը։ Բնականաբար խոսքն ամբողջ գումարի մասին չէ, անօրինական ծառայությունների դիմաց տուրիստական կազմակերպությունները բավականին մեծ միջնորդավճար են պահանջում, գումարի մոտ կեսը։ Պարզվել է, որ որոշ մարդիկ չեն հանգստանում, այլ ուղղակի կանխիկացնում են իրենց գումարը համապատասխան կազմակերպությունների միջոցով։ Հատուկ դեպքեր, որ ահա այս մարդիկ կանխիկացրել են, այդպիսի դեպքեր չկան։ Արձանագրված։ Ոչ, իհարկե, ես հուսով եմ, որ չեն զբաղվում։ Ամբողջ գումարը չի, որ կանխիկացվում է, գումարի մի մասը մոտ 40% մնում է տվյալ տուրիստական կազմակերպությանը, մնացածը կանխիկացվում է եւ տրվում է սոցփաթեթի շահառուին։ Լիլիթը սոցփաթեթի շահառու է, պատմում է, որ 2 տարի է ինչ տուրօպերատորի միջոցով կանխիկացնում է իր 72,000 դրամը։ Սա այն գումարն է, որը շահառուն կարող է օգտագործել հիփոթեկային վարկի մարման, ուսման վարձի, ընտանիքի անդամի առողջության ապահովագրության կամ էլ հանգստի նպատակով։ Կառավարության որոշմամբ դա անկանխիկ գումար է, մինչդեռ որոշ մարդիկ հաջողացնում են այն կանխիկացնել։ Կան մարդիկ, ովքեր գերադասում են կանխիկացնել թեկուզ վնասով, բայց չհանգստանալ իրենց պայմաններով, իրենց առաջարկած պայմաններով։ Ես թողին դովացել մարդիկ մոբիլետի 7 օրը 55,000 երկու անգամ սննդով իրանություն։ Սերի մեր մոտ կարած 7 օր տախտազորում մնա 55,000-ի մի օր է երիքին։ Շուրջ 30%-ով 2013 եւ 14 թվականներին ներքին զբոսաշրջությունը աճել է։ Թեև սոցփաթեթը ընդհանուր ներքին զբոսաշրջային այցելությունների մեջ ընդամենը 10-15% է կազմում։ Իսկ տեսեք, այսքան լավի հետ հնարավոր են նաև խնդիրներ էլ։ Շուրջ 3 ամիս առաջ այս խախտումների մասին բարձրաձայնեց նաև վարչապետը էկոնոմիկայի ֆինանսների նախարարություններին ու վերահսկիչ պալատին հանձնարարելով կարճ ժամկետում առաջարկներ ներկայացնել հնարավոր խախտումները կանխարգելելու եւ ծրագրի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։ Մտահոգիչ փաստերը վկայում են, որ բյուջեի առանց այն ներսուղ միջոցներն արդյունավետ չեն օգտագործվում։ Իհարկե անարդյունավետ է, այսինքն նպատակային գումարը հատկացված է, որպեսզի ծառայողը, աշխատողը հանգստանա դրանով, վերականգնելով իր աշխատունակությունը կարողանա արդյունավետ աշխատել, բայց չի հանգստանում եւ գումարը ըստ էության իր նպատակին չի ծառայում։ Պարզվում է, որ նշված նպատակներին Օմարի արյուծի բաժինն ուղղվում է հենց հանգստին, սակայն պատասխանատուները հստակ վիճակագրություն կամ փաստեր չունեն, թե դրա որ մասն է մեքենայությունների հետևանք։ Դա մոտավորապես 11 միլիարդի դրամի կարգի թիվ է, 2/3-ը գնում է հանգստի ոլորտին։ Բավականաչափ հսկայական միջոցներ է եւ դա այդ արդյունավետ օգտագործելու խնդիրը իրոք արդիական է։ Փորձեցինք պարզել, թե որոնք են այդ խնդիրները, արդյոք տուրօպերատորները դիմում են մեքենայությունների եւ արդյոք իրական են տարածված խոսակցությունները։ Որոշ գործակալություններում վստահեցնում էին, թե կարգը խախտելն անհնարին է։ Եթե շրջապատում կան մարդիկ, որոնք կանխիկացրել ու Մինչդեռ Ռուբենյանց տուն տուրիստական ընկերությունում անգամ չթաքցրին, որ խախտում են կարգը։ Մինչև իսկ առաջարկեցին իմ սոցփաթեթի շահառու ծնողի անձնագրային տվյալները հեռախոսով հաղորդել, առանց նրա ներկայության պայմանագիր կնքել եւ կանխիկացնել նրա անկանխիկ գումարը, պահելով փողի կեսը։ Անձնագրային տվյալները ես հիմա հեռախոսով իվերցնեմ։ Մենք պայմանագիրը կկնքենք, կտանք ձեզ, ինքը կվերցնի դա ու իր անձնագրով կմտնի բան։ Փոխանցում կանի, չեկերը կվերցնի ու երբ հարմարար, երբ շաբթի գտած, օրվա երկրորդ կեսը, 4-ից հետո կմոտնա, եթե գումարն որ վերցնի։ Արդեն կանխիկ գումարը կկարողանա ձեզ այս վերցնել։ Տեսանյութը պատրաստելիս էլի խախտումներ հայտնաբերեցինք, որոնց անկասկած պետք է անդրադառնա լիազոր մարմինը, էկոնոմիկայի նախարարությունը։ Կառավարության պահանջով սոցփաթեթի հանգստի ծառայություն մատուցելու իրավունք ունեն բացառապես նախարարության կողմից հաշվառված տուրօպերատորները։ Ըստ այդմ, դրանք այս 66 գործակալություններն են, որոնց ցանկը նախարարության կայքում է։ Մինչդեռ քիչ չեն հաշվառում չունեցող, բայց սոցփաթեթի ծառայություն մատուցողները։ Օրինակ, Էքսոտուրը չունի համապատասխան հաշվառում, սակայն պատրաստ էր մեզ սոցփաթեթի շրջանակում ծառայություն մատուցել։ Ես կարամ առաջարկել 25,000 դրամով ալիք հանգստյան տուն։ 3 անգամից կարամ առաջարկել ևս Նաիրին, որը որ դաբլ սենյակը 3 անգամ վասեն 17,000 դրամ է։ Ովքեր որ հաշվառված չեն, կարող են հանդիսանալ գործակալ հաշվառված ընկերությունների եւ նրանց անունից վաճառեն նրանց ձևավորած փաթեթները։ Բայց ովքեր որ հաշվառված չեն, նրանք չեն կարող, որովհետև պարզապես այդ գումարը բանկերը չեն փոխանցի։
Նման գործունեության իրավունք չունեն նաև հաշվառումից դուրս եկածները, օրինակ Wind Travel ՍՊ-ն այս տարվա մայիսից իր դիմումի համաձայն դուրս է եկել սոցփաթեթով ծառայություն մատուցող օպերատորների հաշվառումից, բայց մեր հեռախոսազրույցն ապացուցեց, որ դեռ շարունակում է նոր պայմանագրեր կնքել շահառուների հետ։ Մեր տուրիստականի հետ կնքված պայմանագիր ունեք։ Չէ, չունենք։ Եթե պայմանագիր չունեք, կարող եք մոտենալ մեզ, այստեղ գրասենյակ։ Տեղում պայմանագիրը կկնքենք, բոլոր տարբերակները կառաջարկենք, որտեղ կարող եք հանգստանալ ու արդեն կկազմակերպենք ձեր հանգիստը։ Հաշվառումից դուրս եկածը նշանակում է հաշվառված չի եւ նորից նրա կնքած գործարքներով գումար չի փոխանցվի պարզապես։ Հուսով եմ, որ նրանք չպետք է խախտեն սահմանված կարգ։ Ինչ վերաբերում է վարչապետի հանձնարարականին, առաջարկությունները, որոնք պետք է կարճ ժամանակում ներկայացվեին, դեռ ամփոփված չեն։ Ավելի շատ քննարկում է կամ հնարավոր դարձնել դա ամբողջապես հենց այդ նպատակով օգտագործել, կամ ուղղակի մեկ այլ համարժեք ծրագիր տեղափոխել, դա, որը հնարավոր կլինի վերահսկել։ Բացի իր հիմնական նշանակությունից, որպես հանրային ծառայողների սոցիալական երաշխիքի ապահովման միջոց, սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության մասով էապես նպաստել է Հայաստանում եւ Արցախում զբոսաշրջության զարգացմանը։ Ստացվում է վերահսկողությունը խստացնելու փոխարեն պատասխանատուները փորձում են խնդրից հրաժարվել, կա խնդիր չկա լուծում, չկա խնդիր տրամաբանությամբ։ Սա վստահաբար շատ շահառուների դժգոհության առիթ կդառնա, քանի որ քիչ չեն իսկապես հանգստի մեկնողները, որոնք այլ պայմաններում դժվար թե կարողանան օգտվել Հայաստանում հանգստանալու հնարավորությունից։ Մենք լսել ենք, որ որոշ անձանց անօրենությունների պատճառով ցանկանում են դադարեցնել սոցփաթեթի ծրագիրը։ Երևի ավելի լավ է, որ պետությունը խիստ եւ ճիշտ վերահսկողություն իրականացնի օրենքի հաշմանդրանցողների հանդեպ, քան բոլոր օրինավոր աշխատողներին զրկի այդ իրավունքից։ Պետական միջոցների վատնման մեկ այլ աղմկահարույց փաստի մասին էլ հայտնի դարձավ օրերս, պարզվում է 2012-14 թվականներին առողջապահական ոլորտի որոշ պաշտոնյաներ պաշտոնեական դիրքը չարաշահելով, առողջարանային կեղծ ուղեգրեր պատրաստելով եւ իրացնելով մեծ վնաս են պատճառել պետությանը։ Պետական առողջապահական գործակալության պետ Սարո Ծատուրյանին, գործակալության Երևանի քաղաքային կենտրոնի պետ Արսեն Սեթրակյանին ու բժշկական ծառայությունների գնման եւ տեղեկատվական բաժնի նախկին պետ Սամվել Խարազյանին այս գործով մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշով, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։ Քննչական կոմիտեում չեն բացառում նոր ձերբակալությունները, մասնավորապես կեղծ ուղեգրեր պատրաստողների, այդ կերպ բյուջեից գումարներ յուրացրած անձանց շրջանակը պարզելու համար, ինչպես ասում են, ամեն ինչ նոր է սկսվելու։ Սոնա Դանիելյան, Գառնիկ Սիրեկանյան, Սուրանկյուն։ Ապրիլյան պատերազմում զոհված 20-ամյա Քյարամ Սլոյանի ամենասիրելի գործերը տուն կառուցել, ծառ տնկել եւ որդի ունենալ նահանջեցին հայրենիքին սպառնացած վտանգի առջեւ։ Մասնավորապես մեծ ու լուսավոր տուն ունենալու նրա երազանքը այսօր իրականություն են դարձնում տասնյակ բարերարներ, ընկերություններ ու երախտապարտ մարդիկ։ Տան մի անկյունում լինելու են նրա լուսանկարները, շքանշանները, անձնական իրերը եւ նույնիսկ այն հագուստը, որով եղել է ճակատագրական մարտի ժամանակ։ Սլոյանների ընտանիքում շուտով հարուսզավակ է ծնվելու, որին կոչելու են Քյարամի անունով, դասյարակելու են Քյարամի ոգով։ Քյարամ Սլոյանը եւ տասնյակ այլ զինծառայողներ կյանքով հատուցեցին Հայաստանի եւ Արցախի խաղաղության կայունության համար։ Երանի նման զոհեր երբեք չունենանք։ Այժմ Տաթև Մեսրոպյանի հավերժի ճամփորդ նվիրական երազանքով տեսանյութը։ Երբ Քյարամ Սլոյանը սկսեց իր երազած տան շինարարությունը միայնակ էր։ Վերջին լումանը առաջին քարի հետ դնելով կառույցի հիմքում խնդրեց, որ երազած տան շինարարությունը ավարտին հասցնի։ Ցանկությունը մեծ էր, բայց միայնակ էր այդ գործում։ Ու պատահական չէ, որ հեռուստադիտողներից շատերին էր հետաքրքրում ապրիլյան պատերազմում զոհված Քյարամ Սլոյանի տան շինարարության ընթացքը։ Ու նրանց խնդրանքով էլ նորից եղանք Արտաշավանում։ Տեսանք, որ տեղի եւ այլ երկրների հայերի ու եզդիների հանգանակությունների շնորհիվ Քյարամի երազած տան շինարարությունն ավարտվում է։ Տունը պատրաստ կլիներ, եթե եղանակը բարենպաստ լիներ։ Քյարամի հայրը ցույց է տալիս տունը եւ հատկապես այն անկյունը, որը նվիրվելու է Քյարամին։ Այնտեղ են լինելու նրա լուսանկարները, շքանշանները եւ իրերը։ Սիրուն իր նկարներով զարդարեմ, երախուս նկարն սիրուն աբեսով։ Հերոսի սենյակ։ Սարքեմ ուշացումն նման խոնավա։ Տունն այդքան անձրև եկավ առանց կրիշ,
նորեն գրի շփագեց, սաղ պատերն ջուրաքաշ է։ Քյարամի հայրը նաև պատմում է, որ որդիների եւ եղբայրների հետ գնացել է Արցախ, եղել Քյարամի զորամասում։ Ցանկացել է մնալ սահմանը պահելու նպատակով, սակայն թույլ չեն տվել։ Վերադարձին բերել է Քյարամի հագուստներն ու իրերը, անգամ այն հագուստները, որը կրել է զոհվելու ժամանակ։ Հուզմունքով էր ցույց տալիս, միաժամանակ նշում, որ այդ իրերով են փորձում լրացնել Քյարամի ներկայությունը տանը։ Ավելի լիցքավորեց իրաշորեր, որ կտենամ, այդ իրա գլխարկը, որտը իրան գլխատեր են, այդ գլխարկը գլուխն այլ է։ Իդեպ Քյարամը երազել է նաև մեքենա ունենալ, եւ ծնողները հավաքված գումարով գնել են այն, եւ նրա անուն ազգանունն էլ փակցրել վրան։ Հենց այդ մեքենայով էլ մեզ ուղեկցում են Արտաշավանի Գրիշա Ասատրյանի անվան միջնակարգ դպրոց, որտեղ ռազմագիտության դասարանը անվանակոչել են Քյարամ Սլոյանի անունով։ Իսկ Իսանդրին քանդակել եւ նվիրել է Վանաձորի թիվ 6 դպրոցի կերպարվեստի ուսուցիչ Սարգիս Ղարիբյանը։ Դպրոցի տնօրեն Տիկին Գևորգյանը նշում է, որ դասասենյակը շատերի համար է դարձել այցելավայր։ Գալիս են մարդիկ տարբեր տեղերից եւ անգամ չճանաչելով ընտանիքի հետ ոչ մի չեն էլ գնում ընտանիք, գալիս են ուղակի, որ լսել են դպրոցում կա այսպիսի դասասենյակ, գալիս են իրենց հարգանքի տուրքը մատուցելու, գալիս են տեսնելու։ Էլի մի քիչ թեթև եմ զգում, մի քիչ լավ եմ զգում, հա։ Շատ ուրախ եմ ես, որ այսօր հայ ազգն կողքս կայնած է։ Շատ շնորհակալ եմ իրանցից։ Երբ առաջին անգամ այցելեցինք Սլոյաններին, եղբայրը նշում էր, որ ճիշտ է, Քյարամի կորուստն անդառնալի է, բայց որպես մխիթարություն ուզում է առու զավակ ունենալ, որպիսի նրա անունով կոչեն։ Պապն էլ երազում էր ապագա թոռան համար զենք եւ տանկեր գնել, որ Քյարամի ոգով մեծացնեն։ Եվ ահա այդ ցանկության իրագործումն էլ իրեն երկար սպասեցնել չտվեց։ Շուտով Սլոյանների ընտանիքում առու զավակ կծնվի, որին Քյարամի անունով են կոչելու ու նրա ոգով մեծացնելու։ Փոքրիկի ծնունդը նրանց համար Քյարամի վերածնունդն է։ Սպասում եմ աղբորս անունը դնեմ ու փորձեմ աղբորս պես հերոս մեծացնել։ Հեռուստադիտողների խնդրանքով ներկայացրեցին կատարված աշխատանքները, բայց այս անգամ բարերարների անուններ չենք նշում, որովհետև շատերն ավանդ ունեն այս ամենում, թե անհատներ, թե կազմակերպություններ Հայաստանից ու Սփյուռքից։ Վստահ ենք, որ օգնողներն այս ամենը տեսնելով իրենց գնահատված կզգան, քանի որ ամեն ինչ արել են խոնարհումի ու երախտիքի զգացողությամբ։ Իդեպ Քյարամի ընտանիքին օգնությունները մինչև այսօր շարունակվում են։ Անց օր չի ելե որ մեկը չգա իմ մեջ կիսվի, գալիս են, գնում են, ապրեն իրանք, մալադեց, մեր, ասենք, հայ ժողովուրդին, ապրեն իրանք, կողքիս հետ կայնած են, ամեն օր էլ գալիս գնում են, ամեն օր։ Իսկ ապա են հները պահում են, ովքեր որ օգնել էին։ Իրանք էլ են զանգում են, հարցնում են, ոնց եք, ինչ եք անում, ինչ որ միտեղ սրտահովանք է։ Եղավ այդ իրա երազածտումը։ Պրոստո ափսոս, որ ինքը չտեսավ իր երազածտումը։ Սաղից է շատ գոհ ու շնորհակալ ենք, սաղից։ Թե դրսի հայ եզդի մեր ժողովրդից թեստի Հայաստանում սաղել մեր կողքը կայնած են եղել, սաղել օգնել են ու իրանց օգնությամբ է եղել այս ամեն ինչը։ Ինչպես նշել էինք, հայրենասիրությունն ավելի է արժևորվում, երբ Քյարամի նման տղաներն են օրինակ դառնում։ Հայրենասիրության, ընկերասիրության մասին վերամբարձ բառեր երբեք չի ասել, բայց վտանգի պահին իր օրինակով ցույց տվեց, թե ինչ են ընկերասիրությունն ու հայրենասիրությունը։ Հասարակության արձագանքն էլ չուշացավ։ Հասկանալի է, որ Քյարամի կորուստը ոչ մի օգնություն չի սփոփի, բայց յուրաքանչյուրը ցանկանում էր ինչ-որ կերպ շնորհակալ լինել հերոսի ընտանիքին։ Եթե նախկինում այս տարածքն ընդամենը կիսակառույց եւ ավերակ շինություն էր իրենից ներկայացնում, ապա այսօր ամուր բռունցք է հիշեցնում, որով հարկ եղած դեպքում պաշտպանվում ու դաս է տալիս թշնամուն։ Մեկ այլ դեպքում էլ ազգովի միավորվում մեկ հարկի շուրջ, ինչպես այս դեպքում։ Այսպիսի ընտանիքներից եւ ժողովրդից է սկսվում, շարունակվում եւ անպարտելի դառնում հայրենիքը։ Տաթև Մեսրոպյան, Զոհրաբ Քարամյան, Սուրանկյուն։ Թողարկման երկրորդ հատվածում դիտեք։ Ավելի շատ զբաղված են Parking City Service-ի տուգանքները բողոքարկելով։ Իրավունք չունի նկարի եւ ախտավորի։ Թանկարժեք մետրերն իհարկե պետք է օգտագործվեն։ Իրենց քմա աչուկով ամեն ինչը կատարվում։ Ով է չափելու խաչմերուկից քանի մետր են կարմիր գծերը հեռու։
3.5 մետր։ Բայց արդյոք ճանապարհային ոստիկանությունը կտուգանի։ Այդ կամերան օրենքով պետք է այս մարդուն տուգանի։ Անվտանգ երթևեկությունը զոհաբերվում են կարմիր գծերին։ Ունենք միայն գումար հավաքելու խնդիրը։ Սա կարող է դիտվել հերթական ծուղակ։ Ամենուր է կարմիր գծեր են անվճար ճարի, դե արի ու վճարի։ Կանյանը փողը սարը։ Նշանակություն չունի, տուժածը շարունակում է բողոքել։ Իրեն արդեն զանգում են, ինքը գալիս է։ Եթե տուժածը չի պնդում բողոքը, գործի ենթակա է կարճման։ Նույնիսկ չի էլ հիշել, ումից ինչ է գողացել։ Որտեւ իր դեպքերը արդեն այնքան շատ են։ Դա ձեռնտու է նաև տուժողին։ Հաշիվը փակեմ, բողոքը դեպք կա։ Նախկինում ուրիշ մեքենա է վարել, որից մի քանի անգամ գողություն են արել։ Ինքը մեծ չորտիկը քաշում է։ Հաց, որտեղից է պեղել օգտագործված այդ մասը։ Դե ուրիշից օղնար։ Եվ որտեղ է նա հիմա գաղութում։ Ստացված գումարը ինքը ծախսել է։ Կարմիր գծանշումներով հաճախ խախտվում են երթևեկության կանոնները, համաձայնեցված ծուղակներ ստեղծելով վարորդների համար։ Նույնաբովանդակ ահազանգեր հաճախ ենք ստանում։ Մարդիկ մատնացույց անելով վայրերը, որտեղ երթևեկության կանոնների ակնհայտ խախտմամբ ապօրինի կարմիր գծեր են քաշվել, նաև նշում են, թե բարձի թողի այս վիճակի պատճառով տուժում են ոչ միայն ֆինանսապես, այլև հոգեբանորեն։ Ահազանգերի հետքերով գնալիս մենք էլ չկարողացանք ստանալ հետևյալ հարցերի պատասխանը։ Որն է կարևոր, կարմիր գծանշումը, թե երթևեկության կանոնը, կամ ով է որոշում կարմիրի սահմանը։ Հարցերը շրջանցեցին անգամ այն գերատեսչությունները, որոնք կոչված են ապահովելու երթևեկության հետիոտնի և վարորդների անվտանգությունը։ Մասնավորապես, ճանապարհային ոստիկանությունը պնդում է, թե կապ չունի գծանշումների հետ և որ իրենց մասնակցությունը որոշ առումով սահմանափակվում է շղթայի վերջին օղակով, այսինքն վարչական տուգանքների նշանակման մի մասով։ Քաղաքապետարանը, թե առանց ճանապարհային ոստիկանության հետ խորհրդակցելու կարմիր ներկի տարան չի բացվում։ Parking City-ի տնօրեններն էլ մինչև վերջին պահ հավատարիմ մնացին խորհրդավոր լռությանը։ Սակայն մեզ հաջողվեց զրուցել այս թոուբով անցած որոշ վարորդների հետ, որոնք նշում են, թե ճանապարհային ոստիկանությունը շատ դեպքերում հանուն գծանշումների աչք է փակում երթևեկի խախտումների վրա, իսկ վարչական տուգանք ուղարկելուց հետո, երբ վարորդները դրանք բողոքարկում են, հոժարական բեկանում է սեփական որոշումը։ Անգամ հատվածներ կան, որտեղ կայանման համար վարչական իրավախախտման ակտեր ստացած վարորդները այնքան են բողոքել, իսկ ճանապարհային ոստիկանությունը բեկանել իր իսկ ուղարկված արձանագրությունները, որ կարմիրը ստիպված մաքրել են։ Էլ չեմ խոսում այն հատվածների մասին, որտեղ այդ չարաբաստիկ գծերը չեն գործում, սակայն վարորդները շարունակում են տուգանք ստանալ Parking City-ից։ Ներկայացնում եմ Նելի Հարությունյանի կարմիր սևի ազդեցությամբ հետաքննությունը։ Վարդագույն տուֆակերտ Երևանը հիմա ավելի հաճախ բնորոշվում է որպես գծավոր մայրաքաղաք, կարմիր, գունեղ, աչք ծակող ու տեղի անտեղի այդ գծերի միջոցով վարորդների գրպանը մտնող։ Ազատության պողոտայում մեքենաները մշտապես կայանող տաքսու վարորդները հիմա ավելի շատ զբաղված են Parking City սերվիսի տուգանքները բողոքարկելով, քան իրենց գործով։ Այս հատվածում կարմիր գծանշման սահմանը այս նշանով պայմանավորված փոփոխվել է։ Նախկին սահմանագծի հատվածը համարվում է արդեն անվճար, բայց վարորդները շարունակում են տուգանվել Parking City-ի կողմից։ Դե հիմա ակտ են գրել, իսկ որ այդ վճար տեղը կայանելու համար տուգանված է 5000 դրամ։ Արդեն 2-3 ամիս է, որ այս նշանը բերե դրել են։ Բայց 20 օր առաջ տուգանվել են։ Հա, կարմիր գծերը շարունակվում է դեռ մինչև այստեղ գծված է։ Այսինքն դա նշանակում է, որ այն ցուցանակից մինչև այստեղ կայանելը Parking City-ն իրավունք չունի նկարի եւ ակտավորի մեզ։ Այդ կայանատեղի տարածքում ես կայանել եմ եւ խնդրեմ լուսանկարը քաղաքապետարանի կողմից, Parking City-ի կողմից ակտավորվել է 5000 դրամ։ Անօրինական տուգանք է տեղի ունենում։ Իրենց քմա աչուկով ամեն ինչը կատարվում։ Parking City-ի մեքենաները որ կան, որտեղ կարմիր գծանշումը կատարված է, GPS-ով կամերան իրանց մոտ ավտոմատ միանում է։ Իմ ենթադրելով, իմ պատկերացումով նման տեղը, որ արդեն կարմիր գիծա, այստեղ ուժը կորցրել է, բայց քանի որ հետքերը կան մնացած, ավտոմատ միանում է, նկարում է եւ տուգանքները գալիս են։ Ուշագրավ է, որ ժամանակին ճանապարհային ոստիկանությունը նույն պողոտայում տաքսու վարորդներին տուգանում էր արգելված վայրում կայանման համար։ Հետո հանկարծ արգելքը վերացավ։ Ճանապարհային ոստիկանությունը բեկանեց իր որոշումը եւ այդ որոշումից հետո նոր Parking City-ին հատկացրեց այդ կայանատեղը։ Երբ որ արդեն կարմիր գծանշանները քաշված են, ճանապարհային ոստիկանությունը չի տուգանում։ Թանկարժեք մետրերն իհարկե պետք է օգտագործվեն եւ հնարավորինս շատ։ Նախաձեռնողները հավանաբար մտածում էին, թե ով է չափելու խաչմերուկից քանի մետր են կարմիր գծերը հեռու։ Նման խաչմերուկներ մայրաքաղաքում որքան ուզես։ Ահավասիկ Աբովյան Մոսկովյանը։ Խաչմերուկը նայեք, թեքվելուց աջ շարք եկողը արդեն թեքված, դաժե ճանապարհը շուղղված արդեն գծված է կարմիր գծերը։ Ճանապարհային երթևեկության կանոններով ընդհանրապես սվետաֆորներից, խաչմերուկներից
15 մետր հեռավորությունից հետո կարող են կանգնել մեքենաները։ Այսինքն սա երթևեկության կանոնների խախտում է։ Այս խաչմերուկը կահավորված է նաև երթևեկությունը հսկող տեսախցիկներով, որոնց տեսադաշտում պետք է որ արդեն հայտնված լինեն խաչմերուկին շատ մոտ կայանված մեքենաները։ Բայց արդյոք ճանապարհային ոստիկանությունը կտուգանի կարմիր գծերի վրա հարմար ու ապահով կայանվածներին։ Հենա դրված է կամերան։ Այդ կամերան օրենքով պետք է այս մարդուն տուգանի։ Արդեն մեզ մոտ խճճվել է։ Ոստիկանությունն էլ չի իմանում կոնկրետ այս մեքենային կարելի է տուգանել թե ոչ։ Նման իրավիճակում, եթե ճանապարհային ոստիկանությունը վարչական տուգայքի որոշում է կայացնում, միևնույն է որպես կանոն հետո դրանք բեկանում է, հիմք ընդունելով կարմիր գծանշման հատվածում մեքենայի կայանման փաստը։ Իսկ եթե որոշում չի կայացնում, նշանակում է կանոնները եւ անվտանգ երթևեկությունը առհասարակ զոհաբերվում են կարմիր գծերին։ Մենք ունենք միայն գումար հավաքելու խնդիրը։ Երթևեկության կանոնների խախտումներով կարմիր գծանշումներն ամենուրեք են, նայած որտեղ որ կանոնի։ Իդեպ մենք որոշեցինք մետրով չափել անհրաժեշտ հեռավորությունները։ Ճանապարհային երթևեկության կանոններով մեքենան իրավունք ունի կայանել հետիոտային գծանշումից 5 մետր հեռավորության վրա։ Սակայն օրինակ Սայաթ-Նովա փողոցում եւ Մայրաքաղաքի մի շարք փողոցներում կարմիր գծանշումները հիմա կտեսնենք քանի մետր հեռավորության վրա են կատարված։ 3.5 մետր։ Սա նշանակում է, որ 1.5 մետր փողոցի այս կողմից 1.5 մետր մյուս կողմից կկայանի եւս մի մեքենա ու եւս մի վարորդ կապահովի եկամուտներ։ Որ մասնագետի թույլտվությամբ է գծվել այս գծանշանները։ Քաղաքապետարանը կարում է բացատրություն տա։ Սա Վաղարշյան փողոցն է, համար 7 ավտոբուսի կանգառի տարածքում ենք, որի մեջտեղից կարմիր գիծն է արդեն անցնում։ Այնպես որ այս հսկայական ավտոբուսի համար մնացած տարածքում 1-2 մանկասայլակ միայն կտեղավորվի։ Չի կարողանա նա մտնի, ուրեմն ստիպած պետք է առաջի շարքից ընթացող մեքենաների խանգարի։ Գալիս է առաջի գիծը կայանում, տուգանվելու է ճանապարհային ոստիկանությունը։ Անպայման։ Նախկինում կարմիր գիծը հենց խաչմերուկի սկզբնամասում էր, բայց այս հատվածում կայանված մեքենատերերը այնուամենայնիվ տուգանվում էին ճանապարհային ոստիկանության կողմից։ Հենց այստեղ մեքենան կանգնած է եղել։ Մեքենան երթևեկել է, կանգառ է, այս տարածքում որտեղ կանգառ է։ Այսինքն կանգառը կար եւ կար կարմիր գծանշաններ։ Նա էլ է շփոթման մեջ եղել։ Վարչական ակտը վարորդը բողոքարկել է եւ հասել բեկանման։ Աղմկոտ դեպքից հետո փոխվել է նաեւ կարմիր գծանշման սահմանը, բայց ոչ բոլոր վարորդներն են սկզբունքայնություն դրսևորել։ Շատերը հայտնվել են այս ծուղակում ու դրամապանակը թեթևացրել։ Էլի սխալ են փոխել։ Ավտոբուսների կանգառի նման կանգառ չի։ Ես գտնում եմ ամբողջ կարմիր գծանշանը պետք է այստեղից վերացնել։ Ծուղակներ էլի կան, երբ մի կառույցի թույլ տվածը պատասխանատվություն է առաջացնում մեկ այլ կառույցի կողմից։ Քաղաքապետարանը մեզ հատկացրել է տաքսու կայանատեղ, որը մոտիկա անցումային գծին։ Ապրիլի 1-ից այս փողոցը կահավորվել է երթևեկությունը վերահսկող տեսախցիկներով, որը տաքսու կայանումը թույլատրող նշանը տեսնում է հակառակ կողմից։ Հետևաբար վարորդները օրը մի քանի ծրար են ստանում ճանապարհային ոստիկանությունից եւ շտապում բողոքարկել։ Կեսը եկել է բեկանված, նույն տեղի դիրքի վրա, կեսը դեռ սպասում ենք ու հավանական է, որ այդ ակտերը չբեկանվի։ Մեկը մեկին հակասում են։ Քաղաքապետարանը եւ ճանապարհային ոստիկանությունը։ Այս հակասությունների եւ կամա թե ակամա ստեղծված ծուղակների պարզաբանումը Parking City Service-ի պատասխանատուներից ստանալու ջանքերն ապարդյուն էին։ Նրանք լիազորել էին մեր հարցերին պատասխանել Women Operator 5-ի։ Այդ հարցերով իրենք են զբաղվում Երևանի քաղաքապետարանը։ Այսինքն տվյալ իրավիճակում Երևանի քաղաքապետարանը պատասխանատու թե ինչու է այդ հատվածում թույլատրել կարմիր գծանշում, եթե դա երթևեկության կանոնների խախտում է։ Իհարկե իրականում Երևանի քաղաքապետարանը եւ Parking City Service-ը միասին են համաձայնեցնում գծանշումները, որ տարածքներում պետք է իրականացվեն, բայց այդ նմանատիպ հարցերով զբաղվում է Երևանի քաղաքապետարանը։ Իսկ Parking City-ն է դիմում քաղաքապետարան, որ կարող ենք այսինչ հատվածում էլ գծանշում կատարել եւ այլն, թե նախաձեռնությունը ումն է պատկանում։ Չեմ կարող այդ հարցին պատասխանել։ Չեք ուզում պատասխանել, թե ուղղակի չգիտեք։ Չէ, չեմ կարող պատասխանել։ Այսինքն նախաձեռնողը հայտնի չի ով է։ Ոչ, հայտնի չէ։ Parking City Operator 5-ը հստակեցրեց, որ կան իսկապես դեպքեր, երբ կարմիր գծերի հատվածում կայանված մեքենատերերը տուգանվել են ճանապարհային ոստիկանության կողմից արգելված վայրում կայանման համար։ Նմանատիպ դեպքեր իհարկե եղել է, մենք ուղղորդում ենք Երևանի քաղաքապետարան։ Եթե տուգանվել է եւ ծանոթում է ստացել ճանապարհային ոստիկանությունից, մոտենում է Երևանի քաղաքապետարան եւ բողոքարկում է։
Քաղաքապետարանի պարզաբանման տեքստում ասվում է, որ մայրաքաղաքի փողոցներում եւ հրապարակներում ավտոկայանատեղիների հստակ վայրերը, սահմանները եւ տրանսպորտային միջոցի կայանման ձևը նախապես համաձայնեցվում է ճանապարհային ոստիկանության հետ։ Այն ճանապարհատվածներում, որտեղ կազմակերպող վճարովի ավտոկայանատեղիների հատվածները երթևեկության կանոնների երկակի մեկնաբանություններ կարող են առաջացնել եւ վիճահարույց են, տեղում համատեղ քննարկում եւ համաձայնեցվում են կրկին ճանապարհային ոստիկանության հետ։ Հատկանշական է, որ ճանապարհային ոստիկանությունից խնդրի վերաբերյալ հստակեցրին, որ որևէ առնչություն իրենք կարմիր գծերի հետ չունեն։ Իդեպ շինարարների փողոցում վերջերս թարմ գունեղ կարմիր գծեր են անցկացվել, բայց վճարովի կայանատեղիի մասին նշանները բացակայում են։ Սա կարող է դիտվել հերթական ծուղակ, երթևեկող եւ կարմիր գծերի մասին անտեղյակ վարորդների համար։ Ըստ էության, այո։ Ուշագրավ եւս մի փաստ՝ մի շարք խանութների, օբյեկտների արչեւի փողոցում կարմիր գծանշումներից բացի առկա են կայանումը արգելող բազմատեսակ առարկաներ։ Քաղաքապետարանից պարզաբանում են, որ ամեն ինչ օրինական է, սեփականատերերը տարեկան վճարումը կատարում են ու իրենց հաճախորդների համար մշտական տեղեր ամրագրում։ Բայց նկատեք, որ շատ ու շատ վարորդներ եւս վճարում են 12,000 դրամները, բայց երաշխավորված կայանատեղի ունենալու արտոնություններ ոչ մի դեպքում ոչ մեկի կողմից չեն ստանում։ Երևանից մեկա լավ քաղաք չկա, շնայած գրպանում ես արդեն էլ փող չկա, ամենուր է կարմիր գծեր են անվճար տեղ ճարի, դե արի ու վճարի։ Նելի Հարությունյան, Զոհրաբ Քարամյան, Սուրանկյուն։ Վերջերս գողության դեպքերի վիճակագրությանը ծանոթանալիս առանձնացրինք մի փաստ։ Այս հոդվածով հարուցված շատ գործեր այդպես էլ չեն հասնում դատարան, կարճվում են, իսկ հանցագործը ազատ է արձակվում։ Օրենքով, եթե գողության կամ մի շարք այլ հանցանքների պարագայում վնասը չի գերազանցում 500,000 դրամը, ներկայացվում է մասնավոր մեղադրանք, այսինքն հանրային վտանգ չի ներկայացնում, ու եթե հանցագործն ու տուժողը հաշտվել են եւ վերջինը բողոքը հետ է վերցրել, գործը կարող է կարճվել, մեղադրյալն էլ ազատ արձակվել։ Սա համարվում է մարդասիրական նորմ, ու եթե այն չգործեր, Հայաստանի գաղութները գուցե 2 անգամ ավելի դատապարտյալ ունենային։ Բայց կա մի բայց, մասնավորապես, որ դեպքերում են հանցագործն ու տուժողը հաշտվում։ Իհարկե, կարող եք ասել, որ օրինակ գողը փոխհատուցում է գողունի արժեքը։ Այդ դեպքում հարց է առաջանում. ինչ եւ ում միջոցներով է փոխհատուցում։ Ճիշտ է, մեկ այլ անձից գողություն կատարելով։ Ներկայացվող պատմություններից մեկը առնչվում է գրպանահատի, որի նկատմամբ գողության փաստով տասնյակ գործեր են հարուցվել, սակայն միշտ չոր է դուրս գալիս ջրից, քանի որ պատրաստական փոխհատուցում է տուժողների նշած վնասները։ Մեկ այլ գործով էլ գողության համար մեղադրվողը ձերբակալվել է, երբ նախորդ հանցագործությունից տուժածի պարտքը վերադարձնելու ու պատժից ազատվելու համար նորից դիմել է գողության։ Մի խոսքով, սա փակ շղթա է, որը ձեռնտու է տուժողին, քանի որ հույս ունի, թե կվերադարձնի իր գույքը, հանցագործին, որը հույս ունի վնասը փոխհատուցելով ազատվել պատժից, սակայն ձեռնտու չէ հասարակությանը, որը չի կարող վայելել իր սեփականությունը։ Լուծումը ըստ մասնագետների կարող է լինել պարտադրված աշխատանքը, այսինքն հանցագործը աշխատեր եւ պետության հսկողությամբ ամեն ամիս փոխհատուցեր վնասը։ Այսպես գուցե փակվի հանցավոր շղթան, որը հյուսվում է օրենքի բացի պատճառով։ Այժմ Արմեն Աթելյանի ավելորդ ներողամտության հետևանքները հետաքննությունը։ 10, 20, 30, 40, 50 հազար։ Հաշմեք 20 հազարը դրամապանակը, 70 հազար։ Հավանականություն կա, որ հանցագործը կմնա ազատության մեջ եւ չի պատժվի։ Կայանի փողը սարը։ Դրա համար կա միայն մի նախապայման, որ հանցագործն ու տուժողը հաշտվեն։ Կայանի փողը սարը։ Իսկ ինչպես է դա հնարավոր։ Պարզապես քրեական օրենսգրքում կան այսպիսի հասկացություններ՝ հանրային մեղադրանք եւ մասնավոր մեղադրանք։ Օրինակ, խոշոր չափի գումար, այսինքն 500,000 դրամից ավելի կամ դրան համարժեք իրեր գողանալը համարվում է հանրային մեղադրանք, այսինքն նշանակություն չունի տուժածը շարունակում է բողոքել, թե ոչ։ Մեղադրելը կանգնելու է դատարանի առաջ, քանի որ նա հանրության համար վտանգավոր արարք է կատարել։ Փոխարենը, մինչև 500,000 դրամ կամ դրան համարժեք իրեր գողանալը համարվում է մասնավոր բողոք, եւ եթե տուժածը չի պնդում բողոքը, գործը կարող է կարճվել։ Մասնավոր մեղադրանքի գործերը շատ քիչ են իրենց թվով, իրանք 23-ն են ու հստակ իրանք ցանկը սպառիչ նախատեսված է քրեական դատավարության օրենսդրության 183-րդ հոդվածով։ 35-րդ հոդվածը սահմանում է, որ տուժողի հետ հաշտության դեպքերում գործը ենթակա է կարճման։ Տուժողը հաշտվում է այն դեպքում, երբ որ վնասը վերականգնվում է։ Այս օրենքի շնորհիվ տարեկան տասնյակ գործեր են կարճվում եւ շատերը փոքր հանցանքի համար չեն հայտնվում ճաղերի հետևում։ Լավ է, հակառակ դեպքում գաղութներում տեղ ու դադար չէր լինի։
Մյուս կողմից պարզվում է, որ այդ հոդվածից հաճախ օգտվում են գողությունն իրենց համար փեշակ դարձրած մարդիկ։ Հանրային պաշտպան Թամարա Բաղդասարյանն ունեցել է նման պաշտպանյալ։ Իրեն արդեն բոլոր քննչական բաժիններում գրեթե ճանաչում են, իրեն գիտեն։ Եթե ինքն է, եթե նկարագրում է տուժողը իրան արդեն զանգում են, ինքը գալիս է։ Եղել են դեպքեր, երբ պիկ ժամերին հանրային տրանսպորտով պտտվող երիտասարդը նույնիսկ չի էլ հիշել, թե որտեղ, երբ, ումից ինչ է գողացել։ Հնարավոր է լինում, որ ինքը արածել չի լինում կոնկրետ այդ դեպքը, որտեղ իր դեպքերը արդեն այնքան շատ են, ինքը չի էլ հիշում որն է արել, որը չի արել։ Եթե բռնեցին, տուժողը մատնացույց արեց իրեն, ասաց, որ հա ինքն է, ինքը ընդհանրապես հարցնում է, ինչ գումար է եղել դրամապանակի մեջ։ Հատուցում է վնասը եւ տուժողը բնականաբար այդ պահից ի վեր իր բողոքից ետ է կանգնում։ Մեծ հաշվով գողին ոչ ոք չի կարող մեղադրել։ Կա օրենք, որը հնարավորություն է տալիս խուսափել պատժից։ Դա ձեռնտու է նաեւ տուժողին, հետ է բերում իր փողերը։ Ձեռք է տալիս նաեւ իրավապահներին։ Արագ բացահայտում եւ փակում են գործը։ Չկա գլխացավանք։ Ինքը նաեւ Ռուսաստանի Դաշնությունում է կատարել նմանատիպ հանցանք։ Բայց Ռուսաստանի Դաշնությունում ինքը դատապարտվել է ռեալ ազատազրկման։ Ինչու՞ն էր խնդիրը։ Նրանում, որ ընդհանրապես Ռուսաստանի Դաշնությունում տուժողը չուզեց հաշտվի։ Իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, ես կասեմ, երևի թե 90%-ը պատրաստ չի։ Մի քանի անգամ ավել քննչական գործողության գնալու, հետո դատարանում ցուցմունքներ տալու եւ այլն, եթե կա կարճ ու հեշտ ճանապարհ։ Մեր զրուցակիցն էլ ժամանակին շփում է ունեցել նման մի պրոֆեսիոնալի հետ, որն այլ ոլորտում էր մասնագիտացած։ Այս երիտասարդը նախկինում ուրիշ մեքենա է վարել, որից մի քանի անգամ գողություն են արել։ Վերջին դեպքի մասին է պատմում։ Իրիկունի ժամը 10-ին խանութից դուրս է գալի, տնամ զապասկից չեխոլը չկա մաշնից։ Ինքը մեր չորտիկը քաշում ես, հեշտ է գողացվում։ Երիտասարդը երկար տատանումներից հետո որոշել է դիմել իրավապահներին։ Այստեղ ասել են, որ հույսը փոքր է, բայց հնարավոր է գողը հայտնաբերվի։ Մի շաբաթ ժամանակ անցավ, քաղաքացից զանգին, ասին ոնց որ չեխոլը գողացող մարդուն գտել են։ Մեր զրուցակցին իրավապահները բացատրել են, որ եթե շարունակի բողոքել, նախաքննությունը կավարտվի եւ քրեական գործը ուղարկվի դատարան։ Մինչ այդ մեղադրելին համար խափանման միջոց են ընտրել ստորագրությամբ երկրից չհեռանալը։ Մի քանի օր անցավ, այդ տղան ինձ գտավ, ինքը ինձ եկավ ասաց, հախվաշիվդ փակեմ, բողոքդ հետ եկալ։ Սելասի պրոբլեմ չկա։ Օրեր անց մեքենայի ավտոմասը գողացած մարդը նորից կապի է դուրս եկել։ Երկու օր անցավ, Չեխոլը բերեց իր թասով տվեց, օգտագործած էր, բայց վրան խազմաս կար, գույնը ուրիշ էր, իմը սևեր իրանը կապուտ։ Քիչ բան չէ, էլի մի $1000 փող է։ Հաց, որտեղից է պեղել օգտագործված այդ մասը, մասերի գողությամբ զբաղվողը։ Կարծում ենք երկար մտածելու կարիք չկա։ Պարզ է, թե գողցողը, պետք է ուրիշից օգնար, բերել ինձի փակվեր։ Լուիզա Հարությունյանի պաշտպանյալն էլ իր խնդիրները փորձել է լուծել այս ճանապարհով, եւ որտեղ է նա հիմա, գաղութում, կալանավորված է եւ սպասում է դատաքննության մեկնարկին։ Դաշտից գողացել էր ձիգ։ Ձերը գողանալուց հետո արդեն ուղարկել էին մորթելու, ամբողջությամբ մորթվել էր, ստացված գումարը ինքը ծախսել էր, բնականաբար արդեն հետ չէր կարող վերադարձնել։ Մարդն արագ բացահայտվել է ու նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել գողության հոդվածով։ Վերջինի արարքը եւս տեղավորվել է մասնավոր մեղադրանքի սահմաններում եւ նա հաշտության է գնացել ձիերի տիրոջ հետ։ Եկան փոխհամաձայնության, որ ինքը պարտավորվում է դատաքննության ավարտից հետո որոշակի ժամանակահատվածում հատուցի ձիերի գումարը։ Բայց ինչպես ասում են, շաբաթն ուրբաթից շուտ է եկել եւ վայգողը նորից հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում։ Մինչ դատաքննության ավարտից հետո դատաքննության վերջնական ակտի օրինական ուժի մեջ մտնելը կատարեց մեկ այլ հանցագործություն։ Այս անգամ բնակարան էր մուտք գործել, գողություններ կատարել, որպեսզի ստացված գումարը տար տուժողին։ Ստացվում է հանցանքի փակ շղթա։ Մարդը գնում է նոր հանցանքի նախորդի աշիվները փակելու համար։ Բայց նման գործերով անցնողներից ոչ բոլորին կարելի է համարել արմատացած հանցագործ։ Ինչպես ասենք հովիվը, որն ուղակի փորձել է սեփական գոմը բարեկարգել հարևանի գոմի հաշվին։ Վերջինս Սարալանջում գտնվող անասնագոմ կառուցված այսպիսի շինություններից կատարել է շինարարական ապրանքների գողություն։ Օգտագործված կղմինդրը, քարը, երկաթե անկյունակները եւ պատուհանները փորձագետների եզրակացությամբ մեծ արժեք չեն ունեցել։ Գնահատված մեղադրական եզրակացության 80,000 դրամ։ Վաճառված վնասը։ Մինչդեռ տուժողը նշում է, որ իմ ապրանք ավելին է եղել, այն կազմել է մոտ 9 միլիոն
դրամի սահմաններում։ Հիմա մարդը 80,000 դրամի համար կարող է դատապատվել։ Համագյուղացին ոչ մի կերպ չի ցանկանում բողոքը հետ վերցնել։ Մենք փորձում ենք հնարավոր բոլոր միջոցներով հաշտեցնել պատճառված վնասը պատրաստ են պաշտպանյալը հատուցելու, սակայն տուժողը առարկում է։ Իմ պաշտպանյալը նախկինում դատապարտված չի եղել, անասնապահությամբ զբաղվում է դեռևս մանկուց։ Հիմա հարց է առաջանում, ինչպես պարզել, ով է արմատացած հանցագործ, որն ուղղակի օգտվում է օրենքի հնարավորությունից, իսկ ով պարզապես փոքր հանցանք է թույլ տվել, որի համար նրան հաստատ չարժե ազատազրկել։ Տեղեկատվական կենտրոնից տրված տեղեկանքը, այսինքն անձի դատվածությունների կամ նրա վերաբերյալ քրեական հետապնդումների ու կարճումների 30 էջից էր մոտավորապես բաղկացած։ Այսինքն դա ենթադրում է, որ ամեն էջի վրա մի 10 կարճում առնվազն կար։ Այսինքն այդքան անգամ անձի վերաբերյալ քրեական հետապնդում էր իրականացվել եւ գործը կարճվել էր դժողի հետ հաշտության հիմքով։ Հենց այստեղ է խնդիրը։ Ըստ իրավաբանների, նույն հանցանքը 3-4 անգամ կրկնելու դեպքում մարդուն պետք է զրկել մասնավոր մեղադրանքի հիմքով դժողի հետ հաշտվելու եւ պատժից ազատվելու հնարավորությունից։ Բացի այդ, զարգացած երկրների օրինակով կարելի է ներդնել պարտադրված աշխատանքի համակարգը։ Նա կգնար կաշխատեր, արդեն պարտադրված կաշխատեր, աշխատանքային ռեժիմով կաշխատեր։ Եվ այդ ստացած գումարը արդեն պետությունը կփոխանցեր տուժողին։ Նշված փոփոխություններն օրախնդիր են, քանի որ սոցիալական վիճակի վատթարացման հետ մանր գողությունների թիվը գնալով աճում է երկրում։ Հանցագործներն էլ, ինչպես հասկանում ենք, լավ տեղյակ են օրենսդրությունից եւ իրենց պատժից ազատող սողանցքներից։ Արմեն Աթելյան, Զորաբ Քարամյան, Սուրանկյուն։ Կհանդիպենք քիչ անց։ Ոնց են տղերքը, ինչ եղավ են բաղնիկների հարցը։ Դարար զորամասի Ալեն Դելոնը։ Ինչ պրոցեդուրա է տեղի ունենում ճաշարանում։ Ապշած եմ, թե ինչպես է ոչ մնացել վարդը։ Վախում եմ, հաստատ կենթանի չէին մնա։ Էսի գոնկի արդյունքն է։ Այն, ինչ այժմ տեսնում եք, մեկնաբանման ենթակա չէ։ Խելոքները փորձում են մարսել մարդու մահը։ Բավական էր միայն հայացք նետել տան լոգարանից մինչև հյուրասենյակ, որ պայթեր վերևի երկու հարգերը, հաստատ հայտնվելու է դժոխքում, մահացածի վրա մեղքը բարձելու պատճառով։ Կանխատեսում ենք, որ երկուշաբթի հեռախոսազանգերի մի մասը ստանալու ենք առաջնագծում կանգնած զինվորների ծնողներից։ Չէ որ նախորդ թողարկմանը չներկայացրին կադրեր սահմանները անառիկ պահողների առօրյայից, ինչին արդեն սովոր է մեր հեռուստադիտողը եւ առաջին հերթին ծառայողի ծնողը։ Հարգելի ծնողներ, բացը կլրացնենք ոչ միայն այս, նաև հաջորդ թողարկումներում ու կրկին կտեսնեք ձեր զավակներին։ Եվ այսպես, այսօրվա տեսանյութը վերաբերում է Արցախի ամենահեռավոր, հետևաբար ամենավտանգավոր վայրերից մեկի Զորամասի ծառայողներին։ Տղերք, որոնք մշտարթուն կանգնած են ազերիների դեմ հանդիման, ընդամենը մի քանի 100 մետր հեռավորությամբ, որոնց համար աղոթում ենք ոչ միայն մենք, Հայաստանաբնակներս, այլև սփյուռք հայերը, որոնց հերթական օգնությունը, թանկարժեք հեռադիտակներ, անձրևանոցներ եւ այլ իրեր գտան հասցեատերերին ու կադրերը կներկայացնենք քիչ անց։ Կտեսնեք նաեւ, թե ինչպես են սահմանը պահողները սնվելուց առաջ աղոթում, ինչպես է կառուցվել մի ճանապարհ, որով սննդամթերքը արագ հասցվում է դիրքեր, մինչդեռ ընդամենը 1 ամիս առաջ մի քանի կիլոմետրը հաղթահարվում էր ոտքով եւ մի քանի ժամում։ Հուզիչ է հատկապես ծառայողներից մեկի հանդիպումը ծնողների հետ, որոնք կտրելով հարյուրավոր կիլոմետրեր հասել են Զորամաս որդուց կարոտը անելու համար։ Կներկայացնենք նաև խորհրդանշական մի դրվագ, երբ Շամշյանը Շահեն Մեղրյանի հուշարձանի մոտ զրուցել է հեղինակի եղբոր հետ, որը նույնպես ծառայում է այդ Զորամասում։ Մի խոսքով, հետևենք տեսանյութին եւ աղոթենք դժվարությունները անտեսող մեր տղերքի համար։ Դե իսկ տեսանյութի երկրորդ մասում կներկայացնենք մի քանի պատմություն շաբաթվա քրեական քրոնիկոնից, դժբախտ դեպքերից ու ավտովթարներից։ Այժմ Գագիկ Շամշյանի անվախ եւ մշտարթուն տեսանյութը։ Մռավ սալն է, որը արցախցիների համար համարվում է նաև խորհրդանիշ, եւ առյուծ տղերքը ուսուսի տված անառիկ են պահում սահմանը։ Ժողովուրդ ջան, մի շաբաթ որ չես գնում Արցախ, ոնց որ մի բան պակաս լինի։ Շարունակ մտածում ես, հիմա ոնց են տղերքը, ինչ եղավ են բաղնիկների հարցը, օգնությունները տեղ հասան թե չէ, ու նման լիքը մտահոգություններ, որոնք կուտակվում են մեր տղերքի առօրյային մոտիկից ծանոթանալու ընթացքում։ Մինչ կներկայացնեմ այն հիշարժան պահերը, որոնք հերթական անգամ ապրեցի առաջնային դիրքեր այցելության ընթացքում, մի երկու խոսք օգնության մասին։ Հենա տեսնում եք, թե ինչպես է գտնում իր հասցեատիրոջը Բեռնարդ Հատեմյանի գլխավորությամբ Ֆրանսիայի Մարսել քաղաքի առևտրային պալատի անդամների ուղարկված օժանդակությունը։ Այդ շատ լավ բաներ են դրանք։ Այս սապուկները
Այս սրանք է կարևորը էլի։ Առաջինը չի, վերջինը չի, երկրորդը չի էլի։ Փաստորեն Ֆրանսիայում բնակվող մեր հայրենակիցները թեպետ ֆիզիկապես բացակայում են երկրից, բայց հոգեպես առաջնագիծը պահող զինվորների հետ են։ Ասեմ ձեզ, որ լավ էլ թանկանոց օգնություններ, հատը մի քանի $100 արժողությամբ հեռադիտակներ, որոնք կօգնեն ավելի ուշադիր հետևել բաշխի բոզուկների շարժին, բարձր որակի անձրևանոցներ, որոնց պակասի մեջ ինքս եմ համոզվել, հանդերձանքներ, զինվորական բատինկաներ, էլեկտրական սղոցներ, ժամանակակից ռադիոկապեր եւ շատ այլ անհրաժեշտ իրեր։ Զինվորների ու սպաների ուրախությանը չափ չկար։ Դարար զորամասի Ալեն Դելոնը։ Անտիրա։ Հո, բայ, այ ապրես։ Սասունցի Դավիթ աշխարհազորան ջոկատի հրամանատարն եղել 90-ական թվականներին։ Կռվող հերոս։ Իրա ընտանիքի անդամներն են այս ամեն ինչը ուղարկում։ Ապրեք հայրենակիցներ ջան, ու եթե նման մտածելակերպ ունենան բոլոր հայերը, որոնք ապրում են Հայաստանից դուրս եւ իրենց ուժերի ներածին չափով օժանդակեն, մեծ լավություն արած կլինեն առաջին հերթին այն տղաների համար, որոնց ծանր պայերին օգնության են հասնում ոչ միայն հայրենակիցները, այլև բարձրյալը։ Ինչու եմ սա ասում։ Խնդրում եմ նայեք, թե ամեն անգամ սնվելուց առաջ ինչ պրոցեդուրա է տեղի ունենում ճաշարանում։ Աղությամբ ճաշակենք այս կերակուրները։ Որը տրված է մեզ Տիրոջ կողմից։ Այս տղերքի ծնողները պիտի միանշանակ հպարտ լինեն, որ նման զավակներ են դաստիարակել։ Նրանցից շատերը գնալու են հայրենի օջախներ ու նույն կերպ դաստիարակելու են իրենց զավակներին։ Իսկ դա նշանակում է, որ Հայաստանը կա ու կլինի։ Ինչքան էլ վայ գործիչներն ու միլիոնավոր դոլարներ քամուն տված բաշխի բոզուկները փորձեն հոխորտալ եւ սպառնալ։ Իսկ որպեսզի ավանդույթները շարունակվեն եւ այս զինվորներին հերթափոխի կան մեր մյուս այրուստները, աղոթենք նրանց համար, ովքեր գիշեր ցերեկ մեկ արած հարազատներից ու բարեկամներից կտրված անառիկ են պահում մեր սահմանները։ Չենք վախենում մենք ձեզնից, մենք ձեզ տիրում ենք, Բարք մեր հայոց բանակին, մեր հայրենիքին, Ֆիդայի աղբերներով միշտ ենք ձեր կողքին։ Ջան, տղեր ջան, էս էլ նրանց անկոտրում կամքի հավելյալ վկայությունը։ Թերևս նկատեցիք, թե ում պատմանդանի մոտ են զինվորները իրենց կամքն արտահայտում։ Այո, Շահեն Մեղրյանի, որի այս արձանը քանդակել է նրա զինակիցներից մեկը, ով սկզբից մինչև վերջ անցել է 90-ականների հաղթական ուղին։ Ամենաուշագրավն այն է, որ ճակատագրի բերումով նրա կրսեր եղբայրը հիմա ծառայում է այս նույն զորամասում։ Բնականաբար առիթը բաց չթողեցի եւ նրանից հետաքրքրվեցի, թե ինչ ազդեցություն ունի ծառայության վրա եղբոր եւ նրա ստեղծած արձանի հանգամանքը։ Ճիշտն ասած նպատակ եղել է, եթե ուրիշ տեղ ընկնեի, օրինակ ընկնեի քաղաքային զորամաս, իմ ինքնական դիմում կգրեի էլի այստեղ, որովհետև լսել եմ շատ ապատում մռովի մասին, բան ձելա դուր եկել, ինչքան որ ինքը ներկայացել է։ Դա բախտի բերման բախտը ժպտացել է, եկել եմ ստեղ, բայց ցավոք սրտի չեմ կարողացել ես էլ երրորդ գումար տակ ծառայել։ Իսկապես, նման հանգամանքները էական դեր են ունենում ավելի ամուր կարճելու այն հողից, որի համար այդքան բան է տրված։ Միաժամանակ հասկանում ենք, որ ինչքան էլ նման բաներ ցույց տանք, ինչքան էլ պնդենք, որ տղերքի մոտ ամեն ինչ կարգին է, բայց ծնողը մնում է ծնող։ Գիշեր ցերեկ հուզվում են, մտածում, թե տեսնես այս պայն ինչ անում երեխեն, ու թերևս դա է պատճառը, որ դեռ նախորդ պատմությունից ուշքի չեկած հուզմունքով ֆիքսեցի, թե ինչպես են անտեսելով հարյուրավոր կիլոմետրեր առաջնակից հասել ծառայողներից մեկի ծնողները։ Հուզիչ հանդիպան պահը հիմա տեսնում եք։ Հեն, եկել եք առուց տղերքին տենալու զինվորներին։ Անպայման։ Ծնունդ է։ Ում ծնունդն է։ Իրա տղայի ծնունդը եղել է շնորհավորել։ Երեք ապրեսի ծնունդներ։ 20-ամյա առյուծ։ Լավ կլինի մյուս բոլոր զինվորների ծնողներին ասենք, որ շատ չանհանգստանան իրենց զինվորների համար։ Այստեղ զինվորի համար ամեն պայման էլ նորմալ ստեղծված է, որ զինվորը նորմալ ծառայի իր ընտանիքին հասնի։ Իրոք, խոսքերն ավելորդ են, զգացմունքները խեղդող, շատ չնկարեցի, քանի որ հասկանում եք, որ մարդիկ պետք է առանձին մնան, զգացմունքները արտահայտելու եւ կարոտը հանելու համար։ Ուստի ուղևորվեցի այն հատվածը, որտեղով մի քանի օրը մեկ զինվորներին ուտելիք են հասցնում։ Լսել էի, որ քարուքան եղած այդ ճանապարհը վերանորոգում են, բայց ցանկություն հայտնեցի սեփական աչքերով տեսնել, չմերժեցի ու համոզվեցի։ Եթե մինչ այս ճանապարհը շողոլի բերելը զինվորները ստիպված մի քանի կիլոմետր էին կտրում, որպեսզի սնունդը հասնեն պոստեր, հիմա արդեն մեքենայով հանգիստ տեղ կհասնի։ Ընդ որում, շինարարական աշխատանքները կատարում էին ոչ թե զինվորները, այլ մասնագետները։ Հետևաբար ճանապարհի ամրության մասով խնդիր չի լինի։
Մի խոսքով, ինչպես հասկացաք, ոչ մեկը ձեռները ծալած չի նստում։ Տեղեկացա նաև, որ այս աշխատանքների մեջ մեծ է Արցախի նախագահ Բակո Սահակյանի եւ Պաշտպանության բանակի հրամանատար գեներալ լեյտենանտ Լևոն Մնացականյանի դերը։ Ասում են, մի քանի օրը մեկ գալիս են ու անձամբ ստուգում աշխատանքների որակը, ապրեք, եւ վերջում ավանդույթի համաձայն ներկայացնում եմ կադրեր, որտեղ հնարավորինս շատ զինվորներ են ֆիքսված։ Հարգելի ծնողներ ջան, ուշադիր եղեք։ Ամբերատարը Ես սպասել մենք ենթալենք ասնենք իրանց էլի անպայման տալի որ ասնել եք դու Սահմաններն են ասենց այրուս տղերքով պահում եք Դե դա 100%-անոց այդի փոչ չկա դրա մասին Դեռ իսկ սնունդը ոնց է Շատ լավ Հաստատ Բալի սախվեր Ոնց է Դու լավ ես ժողովուրդ Ոնց ես Դու խտեղնա Ո՞րդ ես ապրում ախպեր Հոկտեմբերյան Ահա Գորիս Պարտենիս Էշ միած Ահա Մամ պապ պարդուսես Են եմ լավ բրատս է դարնի նա Թոմեհայ ազգում շքան ծնող կա թորախանա ես օր ձևի տղեկանս է կաղնած Էլով ունի ձեր հնարավորությունները Ծիրանը Այսօր մարդիկ հազվեր են գտնում հրամանատարը բերել է ձեզի Ծիրան Իսկ Ծիրանը սրտի մար լավ է Ընտիրը ճաշերը Շատ հոյակապ Հոյակապ տղա, հոյակապ փոր Իսկ հիմա անցնենք այս էջի անդուր հատվածին ու տեսնել թե ինչ է տեղի ունեցել Շանգրիլա խաղատան դիմաց Համաձայն եմ, պատկերն ահա սարսուռը ու եթե հանկարծ հետևանքներն նման լինեին հաստատ այս նյութը կներկայացնենք թողարկման վերջում Ինչպես տեսնում եք BMW-ն, որի ղեկին եղել է 41-ամյա Արսեն Պողոսյանը հարվածել է ճանապարհամերձ երկաթե արգելապատնեշին, որը մխրճվել է մեքենայի մեջ Ահա որ տեսարան է իհարկե, բայց մինչև հիմա զարմացած եւ ապշած եմ, թե ինչպես է ոչ մնացել վարորդը, բա հետո էլ ասում են հրաշք չի լինում։ Նրան տեղափոխել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն եւ մեր տեղեկություններով նրա կյանքին վտանգ չի սպառնում, քանի որ տեղի բժիշկները գործել են ճիշտ եւ օպերատիվ։ Ճիշտն ասած, մտածում էի, որ արչեւի ուղևորի տեղի հատվածում այս արյունը հենց ուղևորի արկայության վկայությունն է, սակայն պարզվեց, որ ուղևոր չի եղել, ու ամենայն հավանականությամբ վիրավոր վարորդը այս կողմով է իջել ու սա նրա այրունն է։ Ուղևորը լա եղել, չէ, Միանշանակ համամիտ եմ, քանի որ եթե այս հատվածում մարդ նստած լիներ, հաստատ ողջ չէր մնա։ Նման դեպքեր իրոք քիչ են պատահում, ու զարմանալու ոչինչ չկա, որ ճանապարհային ոստիկանը զարմացած ուսումնասիրում է արգելապատնեշը։ Աչքից 40 տարվա գործունեության ընթացքում առաջին անգամ է նման դեպքի հանդիպում։ Կզարմանա, բա ինչ կանի։ Մի 100 վերսը հնչեցրին, թե ինչպես է արգելապատնեշը հայտնվել մեքենայի մեջ։ Բայց ավելի լավ է վերջնական ճշմարտության պարզման համար դիմեն ֆիզիկոսներին ու մաթեմատիկներին, չնայած կարծում եմ նրանք էլ գլուխ չեն հանի։ Եկել է, այստեղից քոքից հանեք օքեյ, այն է, առաջինը խփել է այստեղին։ Գլուխը բաց է։ Օ, ստեղ են ասում, բիտվա գիգանտով։ Չնայած գազելները այս զռլամայի մոտ ինչ են որ, դեպքը տեղի է ունեցել օրը ցերեկով։ Կայի Պողոտայի եւ Բաղյան Հովանեսյան փողոցների խաչմերուկում։ Եթե գազելների վարորդները իմանային, թե ում հետ են գործ ունենալու, վայրկյաններ անց հաստատ խաչմերուկում մի քիչ ուշադիր կլինեին։ Իսկ գործ ունեցան հերթական իրանցիների, Իվեկո եւ Ինտերնաշ Մագնիշի ֆուրերի հետ։ Ալի Ակբարն է եղել։ Խմաց, հա։ Դու այնքան վերջին ժամանակահատվածում նկարեցի այս իրանցիների մասնակցության վթարները, որ շուտով դրանց լեզուն էլ կիմանամ։ Արդեն մեկ անգամ առիթ եղել է ասելու, որ պարսիկները հենց դուրս են գալիս իրենց երկրի տարածքից, քշում են նենց, ոնց որ տարիներով վանդակների մեջ պահված լինեն։ Հիմա էլ ազատություն են ստացել։ Մի պահ ուզում էի պատկերացնել, թե ինչ կլիներ, եթե այս 10 տոննայանոց հսկաները արագություն ունենային։ Վախում եմ, ու առաջին հերթին գազելների վարորդների 24-ամյա Գևորգ Սահակյանի եւ 49-ամյա Արթուր Հակոբյանի մասով հաստատ կենթանի չէին մնա։ Էսի գոնկի արդյունքն է։ Մի սրանց տարակուսած ու վախվորած դեմքներին նայեք, ոնց որ հրեշտակ լինեն, ոնց որ իրանք ոչ մի բանի հետ կապ ունեցած չլինեն։ Եթե հանկարծ ապացուցես, որ պարսիկները իրականում մրցավազք են կազմակերպած եղել, ապա պետք է անապահ զգուշացնել նրանց դեսպանատան աշխատակիցներին, որ հայրենակիցների գյամերը քաշեն, հակառակ դեպքում ստեղ կքաշեն, ինչը հղի է կործանարար հետևանքներով։ Բարեբախտաբար այս դեպքում լավ պրծանք ու ժամանած շտաբօգնության մեքենան թեթև մարմնական վնասվածքներով ընդամենը 3 հոգու տեղափոխեց հիվանդանոց, ովքեր համար 58 երթուղայինի ուղևորներն էին, սակայն ոչ մի երաշխիք չկա, որ հաջորդ անգամ նույնպես happy end կլինի։ Տենաց դուրները կգա, որ Թեհրանում նման կերպ վարվեն հայ վարորդները։ Հետ չեն քաշում, առաջ են քաշում, ասա առաջ է քաշում, հետ չի քաշում։ Ձերքինը։ Առաջի աստիճանի խմալություն է իրավունք։ Խմաշը լվացք արե։
Անցնենք էջի ամենատխուր հատվածին։ Ինչպես հայտնի է, Դավիթաշենից զոր 1 թաղամասը հիմնականում բնակեցված է մեծահարուստներով, ովքեր օրը մի քանի անգամ նապոլն ու կատուշկու հաց են ուտում, առաջացնելով կոյուղու բնականոն աշխատանքի հետ կապված խնդիրներ։ Հենց կոյուղու խափանման խնդիրն էր հունիսի 20-ին դեպքի վայր բերել Երևան ջուր ընկերության 2 աշխատակցի։ Այն, ինչ այժմ տեսնում եք, մեկնաբանման ենթակա չէ։ Տեսակ թե ինչպես էր փրկարարը իջնում դիտարը, որպեսզի այնտեղից պարաններով դուրս բերի 2 օգու, ովքեր այնտեղ էին հայտնվել աշխատանքներ կատարելու նպատակով։ Սկզբում դուրս բերվածը դեռ շնչում էր, եւ դեպքի վայր հասած շտաբօգնության բրիգադը առաջնային անհրաժեշտ օգնությունը ցուցաբերելուց հետո նրան շտաբ տեղափոխեց հիվանդանոց։ Նախնական ախտորոշմամբ նրանք թունավորվել էին դիտավորում առաջացած գազերից, իսկ հա դիտավորից դուրս բերված երկրորդ տղամարդու կյանքը փրկել չհաջողվեց։ Այդ հոտից բանից ա որ գնաց։ Հայք, նա շատերը նաբար, մի հատ մի րոպե։ Հեսա։ Ահա։ Հա։ Արագացրու։ Հայք, մի հատ տուր իրա քթին, ձեռդ լցրու լիքը, տուր իրա քթին, դուր մի լս իրան։ Ունեք էլի նաշատր, մի հատ նաշատիր էլի տվեք։ Ոտերը թանի դերը։ Արջան մի քիչ զարգայներ։ Քաշ է։ Թեքի, հեսա դու քաշ։ Պատգարակ ուրա։ Պատգարակ ուրա։ Դույս կցեք մի հատ։ Բազգեր, իստախտիկ բաղվեն էլի մի հատ հանեք։ Էլի մատկամ է։ Հա, ետքա հատասած, ինք էլի լավ։ Ուրայն շնորհը որ դիքցենք է։ Ես տվեք։ Կար դե։ Հանուն արդարության պետք է ասեմ, որ տղամարդիկ դեպքի վայր են ժամանել անհատական կանչով, այսինքն ոչ որպես Երևան ջուր ընկերության աշխատակից, սակայն զարմանալին այն է, թե մասնագետ լինելով հանդերձ, ինչու չեն պահպանել անվտանգության տարրական նորմերը, մասնավորապես պաշտպանից դիմակներ կրել։ Սա է գինը, որը վճարվում է անփութության պատճառով։ Ցավակցում ենք մահացածի հարազատներին։ Իսկ այս դեպքում զոհը գրանցվեց ոչ թե դիտահորում, այլ գետում ու բավականին առեղծվածային հանգամանքներում։ Տավուշի մարզի այրումի հատվածն է։ Նման կամուրջներ անբարեկարգ։ Չգիտես ինչ ասես, մահաբեր կամուրջներ այս մարզում բազմաթիվ է։ Մարզի չինովնիկները, մասնավորապես մարզպետի գլխավորությամբ, բազմաթիվ անգամ զանգվածային լրատվամիջոցների մոտ կուրս էին ծեցում, թե իրենց մարզում բոլոր կամուրջները հասանելի են։ Թե ինչպես է Տավուշի Արջիս գյուղի բնակիչ 22-ամյա Արեն Մուսայելյանը հայտնվել այրում կայարանի մոտով հոսող դեպետ գետում, երկար ժամանակ մտածելու տեղիք էր տալիս, բայց վերլուծություններից հետո պարզ դարձավ, որ մեքենայով գետն ընկել այս կամրջից, որի վրա չեն եղել պաշտպանիչ արգելապատնեշներ։ Խորտ կետեր շատ կա, բայց որ ասեմ, բոլոր 3-4 մետր բանի վրա են, բայց ձկնոցները ասելու ամենախորտ տեղերը, որ ասենք այդտեղ բոլոր տեղերը նայել, բայց մենք ոնց ասած նորից ենք նայել։ Սուզվել նայել է։ Սուզվել նայել։ Իդեպ պաշտպանից արգելապատնեշների տեղադրման մասով հակասություններ եղան։ Դե չգիտեք, հենց մի դժբախտ դեպք է տեղի ունենում, սկսում են իրար վրա բոշկա գլորել, իրար վրա բարձել մեղքը, ու տենց բոլորը մեղավոր են, իսկ իրենք հրեշտակ։ Տավուշի մարզպետին հարցնում եմ, այ ընկերկյան, ինչու պաշտպանիչ արգելապատնեշներ տեղադրված չեն, Գաբրիել հրեշտակի դեմքով ասում է, թե դա պիտի աներ Հարավկովկասյան երկաթուղի ընկերությունը։ Այնտեղից էլ ասում են, թե մենք ինչի պիտի սարքենք, թող սեփական մեղքը ուրիշի վրա չբարդի, ազնիվ չի։ Ու տենց էլ իրար վրա գցելով էլ խելոքները փորձում են մարսել մարդու մահը։ Համոզված եմ, իրանք էլ գիտեն, որ դժոխքում են հայտնվելու, ու հենց դրա համար էլ փորձում են երկրային կյանքը հնարավորինս վայելել, ինչի արդյունքում էլ այս վիճակն է ստեղծվել։ Մոստից միևնույն 100-150 մետր ցած տեսել են։ Մի հատ հավաքարարքին տեսել է, որ կողքի պարկած, այդ նոր եմ խոսել, ավտոնա տեսել։ Սևանից նոյեմբերյան ժամանած այս խեղճ ջրասուզակը կներեք արտադրությանս համար շան տանջանք տեսավ։ Տեսնում եք, թե ինչպես են նրան պարաններով կապել, որ հանկարծ ջուրը չքշի։ Երբ կադրերով ես տեսնում, այդքան սարսափելի չի, բայց քանի որ այնտեղ է, հաստատ կարամ ասեմ, այս տղուն մեդալ է պետք տալ։ Բարը, քաշում, նայ, քաշում տանում, նայ։ Զգում ես։
Ի վերջո, մի քանի օր տևած որոնողական աշխատանքներից հետո Երևանում լուրը ստացանք, որ երիտասարդի դին հայտնաբերվել է, ապրեն տղերքը, իսկ նրանք, ում պատճառով այս դեպքը տեղի ունեցավ, պետք է ամաչեն ու Աստծուց ներողամտություն աղրսեն, չնայած էդ էլ դրանց չի օգնի։ Վերադառնանք մայրաքաղաք, Մալաթիա Սեբասիայի Կուրղինյան փողոցի շենքերից մեկը։ Ըստ այդմ, արտակարգ իրավիճակների նախարարության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացում, որ 21 շենքի 28 բնակարանի բնակիչը տևական ժամանակ չի արձագանքում դռան եւ հեռախոսազանգերին։ Դեպքի վայր հասած փրկարարական ջոկատը համատիրության նախագահի հետ բացում են տանդուռը եւ ահա թե ինչ են տեսնում։ Ինձ թվում է նամակ է թողը, ռուսերեն էլ գրած է։ Ինչի փրկությունն է, լավա գազի հոտնը առել են։ Չէ որ պայթեր վերևի երկու հարգերը։ Մահացածը 59-ամյա Իվան Շուկն է։ Հարց է առաջանում, թե ինչից է մահացել, ասեմ ժողովուրդ ջան, ինքնասպանություն է գործել։ Ժամանած դատաբժիշկը մահացածի ձեռքի դաստակի մասերում բազմաթիվ կտրված հետքեր արձանագրեց։ Բավական էր միայն հայացք նետել տան լոգարանից մինչև հյուրասենյակ ու խոհանոց եւ ամեն ինչ պարզ էր դառնում։ Այն ամբողջությամբ պատված էր այրունով, սակայն սրանով սարսափը չի ավարտվում։ Հիմա ուշադրություն, մահացածի մոտ գտնվում էր 20 լիտր տարողությամբ բենզինի տարա, նաև հատուկ անցկացված գազի ռետինե խողովակ։ Հիմա կասեք, էդ ինչ է։ Բանն այն է, որ շուկը բաց էր թողել գազը, ու եթե հարևանները չզգային հոտը եւ անմիջապես չդիմեին համատիրության նախագահին, ապա առանց չափազանցության շենքը կարող էր պայթել։ Մինչև բացելը մենք գազը փակել էինք արդեն։ Այն էլ բենզին։ Այսինքն, տղամարդը մինչև ինքնասպանություն գործելը ցանկացել է պայթեցնել նաև շենքը, ու եթե հաջողվեր, ապա կարող ենք ունենալ բազմաթիվ զոհեր, բայց ինչն էր դրդել նրան այդ քայլին, պատասխանը կտա նախաքննությունը։ Միայն նշեմ, որ նամակը, դանակը, բենզինի կանեստրը եւ այլ կարևոր իրեր ընթերականների ներկայությամբ արգրավել են։ Գազի հոտ ուժը գալիս էր հատից, մենք շենքի բանը, իջանք անջատել, մեր տունն էր։ Գազը, հոտը։ Իջանք շենքից անջատեցինք։ Շլանգը հետը ձեռը պարկած, գազը բաց թողած։ Եվ վերջում հունիսի 22-ի խոշոր ու ողբերգական ավտովթարի մասին, որի մասնակիցներից մեկը հաստատ հայտնվելու է դժոխքում, մահացածի վրա մեղքը բարդելու պատճառով։ Այո, ճիշտ լսեցիք, բայց ամեն բան սկզբից։ Եվ ուրեմն, նշածս օրը, առավոտ կանուխ ժամը 6:40-ի սահմաններում Opel-ը կրկին Երևան-Սևան ճանապարհին դուրս է գալիս երթևեկելու գոտուց եւ բախվում երկաթբետոնե արգելապատնեշներին։ Ծանոթ կադրեր են, չէ՞։ Բառացիորեն մի քանի րոպե առաջ ներկայացին գրեթե նույնաբովանդակ մի տեսանյութ, որը ի տարբերություն այս դեպքի երջանիկ ավարտ էր ունեցել։ Դատելով մեքենայի վիճակից կարելի էր կարծել, որ նրա մեջ բոլոր գտնվածներն զոհվել են, սակայն մահացողը եղել է 24-ամյա Նարեկ Ադամյանը, ով աշխատում էր ոստիկանության Երևան քաղաքի վարչության բարեկապահական ծառայության հատուկ գնդում, այլ կերպ կարմիր բերետավոր էր, իսկ հա մյուս 3 ուղևորները, այդ թվում 24-ամյա Արթուր Թամարյանին ոչինչ չէր պատահել։ Իրոք հրաշք էր, սակայն այն ինչ տեղի ունեցավ հետո չի տեղավորվում բանականության սահմաններում։ Թամարյանը հայտարարում է, որ ճիշտ է, Opel-ը իրենն է եւ շահագործում է որպես տաքսի, սակայն մահացած Ադամյանը խնդրել է, որպեսզի ինքը վարի, համ հանգիստ է ճանապարհը, համ էլ հավեսը հանի։ Չի մերժել, տվել է մեքենան եւ հայտնվել են այսօրին։ Այս հեքիաթը մարդ կոչվելու իրավունք ունեցողը պատմում է թե ոստիկաններին, թե քննիչներին, իսկ հիմա ուշադրություն։ Մեզ են փոխանցել վթարից անմիջապես հետո ուղարկված կադրերը, որտեղից պարզ երևում է, որ մահացածին դուրս են բերում ուղևորի հատվածից, հետեւաբար նա չէր կարող լինել ղեկին։ Ստացվում է, որ ստահակ բացիլը մի քանի ժամ մոլորության է մատնած եղել իրավապաներին, միայն թե կաշին փրկի, բայց նույնիսկ նրա հաստ կաշին չի փրկվի։ Ավելին, խաբելու համար էլ լրացուցիչ ստրոկ կհավաքի։ Մեր ունեցած տեղեկություններով, երբ քննիչները նրան հայտնել են, որ արկա է տեսագրություն, որտեղ երևում է, թե դու ես ղեկին, վերջինս կարճ ժամանակ խոստովանել է մեղքը։ Ու եթե հաշվի առնենք այն փաստը, որ մեքենայում հայտնաբերվեցին գարեջրի շշեր եւ այլ հանգամանքներ, որոնք նախաքննության շահերից ելնելով չեն հրապարակում, ապա վերջինս սրա տակից դուրս պրծնելու շանս հաստատ չի ունենա։ Ցավակցում ենք մահացածի հարազատներին ու հերթական անգամ արձանագրում, որ մարդկային ստորությունը սահման չունի։ Գագիկ Շամշյան, Սուրանկյուն։ Այսքանը գնանք լույսի հետևից, դրանից պայծառը չկա։ Կհանդիպենք հուլիսի 3-ին ժամը 22-ին։ Աստծո սերը բոլորիս հետ։